Ժողովուրդ, տեսակ այսօրվա հավաքված հայտնաբերված զենք զինամթերքը նկարներով տեսակ Բագրատի ու իր մտերիմների մոտից էին հայտնաբերել, որ ասում էին ձայնագրության մեջ էլ հայտնի մի երկու հոգու պատերի տակ կսպանենք, փողը կտանք ընտանիքներին կկոմպենսացնենք։ Իրանք գիտեն թե բոլոր ընտանիքները իրաց նման վիժված սրբապիղծ են։ Այդ հայ ընտանիքներում շանկատ չեն կերել, Բագրատ քո նման։ Դու մարդուկատ չես կերել, մորկատ չես կերել, դու շանկատ ես կերել, որ մտածում ես կարողա փողով զոհվածներին գնես։ Ու քեզ հավատացողներին էլ որ էշ ես անվանում, միտեղ էլ ճիշտ ես անում, որովհետև մենակ էշը կարար քեզ հավատար, կամ անասունը կարար քեզ հավատար, ոնց որ դու ես անասուն անվանում ու քո կողքի կանգնածները, քո շրջապատը, որ անասուն եք անվանում ձեզ հավատացող ժողովրդին։ Մի պահ կար 30,000 հոգի մարդ էր առաջի օրը անցած տարի հավաքվել, այդ 30,000-ին էլ էշ կամ անասուն եք անվանում։ Ով ընդդիմադիր հայացքներ ունի, էշ եք ասում։ Ու այդ մարդիկ ձեր խելքին ընկած, ձեր նման վիժվածքի, շանկատ կերած վիժվածքի խելքին ընկած, Նիկոլ Փաշինյանին էին քննադատում, ընտանիքին էին կպնում, ամենասրբապիղծ ձևերով, ուզում էին ինչ-որ մոդայիկ Երևան առանձնացող մտքեր ունեցողներ Երևան, իրանց դրել էին ընդդիմադիրների տեղ, թող իմանան, որ իրանց այդ ում որ երկրպագում էին, ում որ դրել էին լիդերի տեղ, իրանց էշ է համարում, թող լավ իմանան այդ մարդիկ։ Ու իմանան թե ում խելքին են ընկնում ու դուրս են գալիս պետության ու պետականության դեմ։ Ում արյունն էիք ուզում թափեիք, հայ արյուն էիք ուզում թափեիք, հայ ընտանիքներ էիք ուզում ողբերգություն մտցնեիք, սուկ մտցնեիք, հայ երեխեքի էիք ուզում որբ թողայիք։ Քիչ էր էս պատերազմը ու զոհերը մեզ մի հատ էլ դուք էիք ուզում ավելացնեիք, ինչ էիք ուզում հասնեիք, մինչև մեր պետականությունը կորցնեինք, ու հիմա այսքանից հետո ոչ մի բան չի մնում մեզ, քան նորից եմ կրկնում ու նորից խնդրում եմ, միավորվենք մեր պետության, մեր իշխանությունների շուրջ ու թույլ չտանք, որ ասենց վիժվածքները, շանկատ կերած վիժվածքները, որ ընտանիքից դուրս չեն եկել, գոմից են դուրս եկել, ու երևի ինչ-որ կովից էլ հիբրիդ են եղել, կամ ինչ-որ մի հատ ուրիշ կենդանուց հիբրիդ են եղել, այդ հիբրիդները հանկարծ չգան, ձեր ուղեղները չլցնեն, չհանեն մեր պետության դեմ, այն պետության, որի համար մենք այսքան զրկանքներ ենք կրել։